Նորմալ է, երբ Փաշինյանը իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Բայց ինչու է նորմալ։ Դրա ի՞նչն է նորմալ։ Հելակա լավ ուժ բանը չի ասում։ Մարդ իրա բաներին շունուշանգյալ կասի։ Այդ ինչ խոսք է։ Թե եկեղեցու չուլան կասի։ Ճիշտ է այդ եկեղեցու չուլան անվանում։ Այն վաղ ինչքան իրան հարգում էի 18-19 հիմա այդքան իրան անցկեն տալիս։ Շունուշանգյալ, մի շունուշանգյալ էլ ինքն է։ Դրանից առաջ էլ որ ասում էր թե դա ես ինչեր են ասում, շունուշանգյալ են ասում։ Նույն ինքն է կրկնում։ Շուն ինքն է իր ընտանիքով։ Իր հերը 100 անգամ ասեց՝ մի ընտրեք, ինքը լավ բան չի բերելու։ Ու հիշում եք ինքը գնաց Լենինական առաջի անգամ ոտքով էր, հələ ակլոր կտրած գնում էր այն Մարիամը, որ ասեց դուք խափեցիք իմ ժողովրդին, եւ դա ամենախելացի աղջիկն էր, ամենախելացի։ Եվ ինքն ասեց դուք խափեց, դուք ոչինչով չեք տարբերվում։ Ճիշտ էր ինքը։ Ինքը նոր ընտրված էր, հələ ակլոր էր կտրում ու խեղճ մեր ժողովուրդը հավատում էր, ինչ անի, այդ խելագարին։ Եթե այսպես շարունակվի, մեր Հայաստանի Ղարաբաղը արդեն գնաց, արդեն 1-0 է։ Շո, մեր դիվանագիտություն չկա, չեք կարող։ Դե որ մենք Շունուշանգյալն ինչ պիտի իրան ընտրենք։ Ես ասել եմ, իրան խոսույթը զրոյական է կարամ ասեմ։ Դաժե մեկ էլ չէ զրոյական է, որովհետև ինքը խոսալու տոն չգիտի, ձև չգիտի։ Մեկ սենց է խոսում, մեկը նենց է խոսում։ Չգիտեմ։ Կարամ ասեմ զրոյական անհրախոսակցություն, ուրիշ ոչ շուտ։ Ինքը էշ է։ Ես օրինակ շանը կընտրեմ, էշին չեմ ընտրի։ Չի կարելի։ Հասկանում ես, չի կարելի։ Ես չեմ ասում այդ բառերը։ Տեսել եմ, քանի անգամ դրել եմ, նայել եմ, տեսել եմ։ Չի կարելի էլի։ Այդպես բաներ չի կարելի։ Պետք է տարբերվի, չէ՞, մեկը մյուսից։ Ղեկավարը բանվորից, բանից իր գիտությամբ պետք է տարբերվի, չի տարբերվում։ Ըստ Փաշինյանի, եթե ինքը չընտրվի սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ կարող է նա այդ կերպ խոսել։ Ինքն է պատերազմ հայտարարողը։ Որ ասում է։ Просто վախեցնում է ժողովրդին։ Վախեցնում է ժողովրդին։ Շանտաժը բան չանում։ Պատերազմը նեցինել իր բանով, իրենցա կախված։ Դե մահային կախվածություն անում Ալիևի հետ, կարող էլ ասի հարձակվիր։ Ինչ գիտես, դու ինչ գիտես։ Դու ինչ գիտես կռիվա լինելու պատերազմը, ինչ գիտես, եթե դու պայմանավորվա, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու։ Հա, վախացնում ես քո պատերազմով, տենց եղանք, որ եկանք մի հատ տոճկի վրա կանգնեցինք, ոչ մի բան չի լինելու։ Արդեն ինքը պատրաստվել է, ինքը վախենում արդեն, իր լեզուն էլ է փաթնկնում խոսալուց։ Եղա։ Շանտաժ է։ Չի լինի, ոչ մի պատերազմ էլ չի լինի։ Ինչի պետք է լինի։ Այդ Ալիևը քշերը քնում է պատերազմա տենեմ։ Միջանցքներ պետք տվել եք։ Չեն տվել միջանցքը։ Թրամփը ով է այստեղ։ Ինձի պատասխան, ով է Թրամփը, ինչ։ Երկու օր հետո հարցրին, բա դու հանդիպել ես Նիկոլի հետ, Ալիևի հետ, տես բան դու տեսել ես, ասում ես տես բան չեմ հիշում, որտե՞, ինչ միջանցքի մասին է խոսքը։ Գարեգին Նժդեին դու գիտես ով ա եղել։ Մարդիկ այրան քարի տակ են քնե, երկիրը պահել են, միջանցքը պահել են։ Այսօր մի հատ գրչի հարվածով միջանցքը տանք, այդ ո՞նց ալնեմ։ Այդ ո՞նց ալնեմ, այտենց ալնեմ։ 300,000 թուրք պետք է գաստե ապրի, հա։ Եթե խի Ալիևը չի ասում, արեք հայեր, ինչի չեք գալի, արեք, տեղ եմ տալի, տուն եմ տալի, թող ասի, խի չի ասում, թող ասի, հա դու առանց պահանջի հող ես տալի, մի մետր հող, ինչի, այդ ոնց ալնեմ, այտենց ալնեմ, այդ տալով ուր կհասնենք, ես դեմ եմ սահմանը բացելու, բոլորովին, դու գիտեք թուրք ինչ է, թուրք ինչ է նշանակում թուրք, համ թաթարա մեջ է, համ գողավազական, համ մարտասպան է, ամեն ինչ է, չի կարելի, այդ պետական մտածելակերպ է պետք որ պետությունը, անվտանգությունը ապահովեն, արդարադատությունը, ամեն ինչ։ Հա, էդի ասելու բան է, բա, խի պատերազմը սարքողը, բերողը, անողը, սաղ դու ես,
Դե որովհետև ինքը Ալիևի ջամբաջին է։ Ընկերն է, ընկերուհին է, ինչա, չեմ կարող ասել։ Էրդողանի ու Ալիևի վախցնում են։ Դե պատերազմ ինքն էլ անում էլի, կարող է մենակ Ալիևն անի կամ մենան է։ Թե չէ մեր այդքան կոտորումներն ով արած։ Ես։ Չէ։ 15 հոգի որ շենքի մեջը վառին, ով արած։ Ինչ իրականություն, ով է պատերազմանորի հայի դեմ։ Ես 80 տարեկան եմ, կետամ կռվեմ էլի իմ ազգի համար, իմ ժողովրդի համար, իմ երկրի համար։ Այսինքն պատերազմ չի լինի, որ Չէ, հա։ Վախեցնում են, որպեսի սանձը իրանց դերին էլի։ Մեկից մեկ շանտաժը։ Մեկից մեկ։ Գնաց Ղարաբաղ, պարում էր Շայթանիա պարում, Ղարաբաղ բանը։ Հայաստանը, ասած, եկավ հետագայում ասած, որ Ղարաբաղը Ադրբեջանը, ասած, այդ իրեն ասած են, օդից բռած բան չեմ ասում, ինչ կարող ես մոռանալ։ Դե պատերազմելու վախեցնում որ ժողովրդին պատերազմը, որ ես չլինեմ պատերազմը լինել, հետո անձեռնամխելի բան է, Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի վստահության քվեն։ Ես իրան ձայն չեմ տա։ Ափսոս չի ձնում։ Էնի պետք է չընտրվեն, ինտերնի ինչ անի, այդքան ընտրվավ ինչ արես որ հմ ինչ անի։ Չի ընտրվելու եւ վերջ։ Ես հատուկ եկել եմ դրա համար։ Ես Ռուսաստանից եմ եկել, հատուկ եկել եմ դրա համար, որ ինքը չընտրվի։ Երկիրս քանդել է։ Եթե այսօր իմ երեխեք ապրում են դրսում, ինքն է պատճառը։ Իմ երկիրս լքել եմ գնացել, ինքն է պատճառը եւ շատ ինձ նմաններ։ Կլոուն, սուտասատ, ինչ մարդ է ինքը, թող հիշի իր ասածները։ Իր ընտանիքը չի կարող ինքը պահի, ոնց կարա ժողովուրդ պահի։ Ուղղակի զարմանում եմ մեր ժողովրդի վրա, զարմանում եմ։ Ոնց կարելի է պաշտպանել Փաշինյանին, ոնց։ Եթե մի մարդ այսօր ուրիշ ասում, վաղ ուրիշ ասում։ Իսկ իր ընտանիքի հետ իր կնգա վրա չի կարում։ Ոնց կարա ինքը ժողովուրդ ներկայացնի կամ ինքը ինչ իրավունք ունի իմանունից ժողովուրդ ներկայացնի։ Դու պիտի ծառայես ժողովրդին, ոչ թե ժողովուրդը քեզ։ Մոռացել է ինքը սաղ։ Ինքը կրկնում եմ, չի ընտրվելու։ Ոչ։ Բոլորովին։ Եթե ասում եք ինձ դանից ես կուզեմ որ չվեր ընտրվի։ Եթե արդարությունը չի ընտրվի։ Եթե արդարությունը լի չի ընտրվի։ Եթե ընտրվավ հաշվի մի 10 տարուց հետո Հայաստան չկա։ Հələ սա մուսուլմաններ ստելիքը կան, հիմա էլ կան։ Երկու երեխա մեզանում 12-ն իրենց։ Կբազմանա մի 5-10 տարում դից էլ հայերը իրոք կնե թափարական ազգ։ Կթափարեն բանը աշխարհին։ Եթե թողը մանիպուլյացիա անի, չգիտեմ, զորամասը, բրետավորները, ոստիկանությունը բերեն, սեդ բան անեն, բայց մեկ է նրա ճակատագիրը երկար չի տևի։ Թուրքը դեղից գալիս է թե Մասիսի էսի չմերն, Զանգեզուրի էս մերն։ Ղարաբաղը մերը չի եղել։ Ոնց է դու թողում։ Թուրքերը ժամանակավոր բնակություն են հաստատել, հետո գնացել են, բայց Ղարաբաղը ժամանակավոր է։ Չի ընտրվի, չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ ինքը ընտրվի։ Ոչ թե ով պիտի նստի, այլ արդեն ժողովրդի ոչ թե 50%-ը, այլ 70%-ը հիասթափված են իրան խոսակցականությունից, որ մի րոպե սենց է խոսում, հետո նենց է խոսում, հետո թոշակառուները տենց հողին հավաս արծրեց, որ իբր մարդ չեն էլի թոշակառուները։ Մի հատ էլ Խոսրոֆյան ընդեղից ասաց, թոշակառուն խի պիտի միս ուտի, թո կարտոշկա ուտի։ Ինչի՞։ Մարդ չի թոշակառու, այ ոչ վատա, իրան հանդեպ վատա։ Ոչ մեկն էլ իրան չի ասում, ես կընտրեմ, ես չեմ դասել։ Ով էլ ումն էլ խոսցնում ես, ասում են ով ընտրվի, ինքը չընտրվի։ Գիտեմ, որ ժողովրդի 60-70%-ը Իրանից արդեն իրես աթեքի։